Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն և միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Մերը հաստատ զանգել է Դավիթին, ու այդ գոզրը իր ձեռքում։ Չէ, չեմ թողնի, որ դուք ձեր ուզածին հասնեք։ Սոֆա։ Սիրուս, ում մագնակ ոսենյակ, ես եմ մագնակ, դա? Այդ ես ում եմ մամային պատմում, թե ես ինչքան շատ կարուսել եմ իստել։ Դու պատմես, բանես, բայց հետո, դու իմ մագնակում։ Ինչ է ողել երեսը։ Սյուզի, ասեցի գնա քո սենյակ։ Սյուզ ջան, գնա սենյակդ, պապան ճիշտ է ասում, լավ, գնայից հետո կգամ քո մոտ։ Ես ինչ շիլ ես սարկեմ։ Ինչ իրավունքով ես զոնքանչիս այդ օրը գցել։ Հəl մի բան էլ ինքն է զանգել բողոքել, հա։ Ես դեմքդ ինչ ես արել։ Ես չեմ արել։ Ես հո գիրշ չեմ, որ ինքս ինձ վնասեմ։ Հարգարժան զոքանչն արել։ Եկել էր ինձ ուզում էր ստեղից վռնդեր։ Հետո էլ տեսա, որ չի կարողանում, ձեռքի ընկած չեմ էլ հիշում նույնիսկ ինչով ուզեց հարվածել։ Ու դու հիմա եկել ինձ ես մեղադրում։ Պաստորեն դու քո համար խելոք նստած էիր։ Ինքը եկավ ու հարձակվեց քո վրա։ Հա։ Ու դեմքիս կապտուկն էլ դրա վառ ապացույցն է։ Այդ դեպքում կասես, թե զոքանչիս դեմքի կապտուկները որտեղից։ Մենակ չասես, սկզբից քեզ ա խփել, հետո ինքն իրեն։ Չէ, չեմ ասի։ Բայց ես ուզում էի ընդամենը պաշտպանվել։ Չէ, Դավիթ, ուզում էի թողնել, որ գա սպաներ ինձ։ Չէ, ես ինձ չեմ կարող, արդեն խելագարում եմ, կամաց։ Դավիթ, դրանք մարդ չեն։ Դու տեսնում ես դրանք ինչի են ընդունել։ Վերջ, էլ ոչ մի բառ չասես։ Ես չգիտեմ քո այդ դեմքի կապտուկը որտեղից է հայտնվել, բայց ես քեզ չեմ հավատում։ Ու դու սա հաստատ չես մարսելու։ Ամպերությունը սպառվեց արդեն, Էրիկա։ Հենց այսօր այս տանից դուրս ես գալիս։ Դավիթ, ուր եմ գնալու։ Դավիթ, ինչի՞ն չես հավատում, ինքը ուզում է սպանել ինձ, հասկանում ես։ Դավիթ, խնդրում ինձ հավատա, լավ։ Դավիթ, ինքը ուզում էր ինձ սպանել, հասկանում ես։ Դավիթ։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Ինձ լավ չեն ճանաչում։
ասա մենը։ Ինչն արեք։ Լավ ասա թող ներս գա տեսնեմ էդ ինչն արեք։ Աստորեն դու ես, հա։ Մենք պիտի խոսենք, Մարկ։ Ասա տեսնեմ ինչ ես ասում, մեկ էլ հասել է Սոֆիս երևի լուրջ բան ունես, չէ՞ ասում։ Հա, շատ լուրջ բան պիտի ասեմ, բայց լավ կանես խոսելու ձևը փոխես։ Քանի որ այն ինչ հիմա քեզ պիտի ասեմ շատ կարևոր է քո ու քո ընտանիքի համար։ Նույնիսկ ընտանիքիս համար, հա։ Հա, նույնիսկ ընտանիքիդ համար։ Մարկ ինչ-որ մեկը ուզում է քո ընտանիքին վնաս ասի։ Հնարավոր է, որ ձեզ վտանգ սպառի։ Ես սա ասում նրա համար, որ դուք զգույշ լինեք, Մարկ։ Չհասկացա։ Էդ ինչ ես խոսում։ Էդ ինչ վտանգի մասին ես խոսում։ Կամ էդ ոնց է լինում, որ դու գիտես այդ վտանգի մասին, իսկ ես չէ, հա։ Էս ինչ խաղ է։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ ընտանիք, ինչ վտանգ, հա։ Չէ, ոչ մի խաղ չկա։ Բա ինչ է։ Ինչ է։ Որտեղից գիտես, որ իմ ընտանիքի վտանգ է սպառնում։ Կամ դու ինչի ես խառնվել։ Գիտեմ։ Այս ամենը լավավարտ չի ունենա։ Բայց ես կասեմ ճշմարտությունը, Մարկ։ Քանի որ չեմ ուզում, որ Նարեն ինչ-որ բան պատահի։ Քեզ ով է իրենք տվել Նարեի անունտես, հա։ Ու ընդհանրապես։ Հատ կարաս հանգստանաս ու լսես։ Հիշում ես այն զանգը, որ Նարեի ձեռքից ինձ զանգ էր եկել, հիշում ես։ Այս խոսակցությունը աշկի շատ վատ ավարտ է ունենալ։ Մարկ, մի րոպե ես լսում։ Այդ Նարեն ինձ չի զանգել։ Ինչ-որ մեկին պետք է եղել, որ դու Նարեն բաժանվեք։ Այդ ինչ-որ մեկն էլ իմացել է քո կասկածների մասին ու Նարեի ձեռքից ինձ է զանգել։ Ինչ ինչ-որ մեկն է։ Կամ դու որտեղից գիտես։ Մարկ, ես խոսել եմ այդ մարդու հետ հեռախոսով, բայց մի քանի անգամ զանգել է փակամարով։ Ինչ։ Մարկ, ես ասում եմ Նարեին պաշտպանելու համար։ Ով ես դու, որ Նարեին պիտի պաշտպանես։ Ով ես դու։ Մարկ, կլինի ինձ ունի շանես։ Քո խոսեմ։ Այդ մարդը զանգեց ինձ իր օգնությունն առաջարկեց։ Ինչ օգնություն։ Ես ոնց հասկացա, այդ մարդը ձեր ընտանիքի հետ իր անձնական հաշիվներն ունի։ Լավ, եթե անգամ տենց է։ Ես ինչ ես անում։ Դու ինչ կապ ունես։ Ասացիր։ Օգնություն, հա։ Հա։ Ուրեմն դու ես ամենը պլանավորել էիր, հա։ Ու ինչ-որ մեկի հետ ուզում էին մեզ բաժանել։ Հանգստացի մա դու լսի։ Մարկ, ինչ է ստեղ կատարվում։ Նարե դուրս գնաց տեղից։ Մարկ, ինչ է կատարվում ստեղ։ Նարե ոչ մի բան ասեցի դուրս գնաց տեղից։ Սակել եմ, հա։ Մարկ, խնդրում եմ բացատրի ինչ է կատարվում ստեղ։ Նարե ոչ մի բան չի կատարվում։ Դու իմ ձեռով ես գնում, հիշի հետ։ Լսի, լավ կանես ուժերդ պայս ընտանիքիդ Նարեին պաշտպանելու համար։ Ընդ որում այդ ինչ-որ մեկը շատ մոտ է ձեզ։ Ձեր տան միջից է, որտեղ տեղյակ էր, ամեն մի ձեր քալից տեղյակ էր։ Այսքան բան պետք է ասեի, մնացածը դու գիտես։ Ոնց ուզում ես սենց էլ արա։ Կառնիելը։ Մարկ, խնդրում եմ, թող գնա։ Ես սրա գլուխը պիտի ջարդեմ։ Մարկ։ Դու սրա իսկին նա եկել աստեղ։ Մարկ։ Ես սրա հարցերը հետ եմ լուծել։ Հանգստացի խնդրում եմ։ Նստի։ Մարկ, դու հավատում ես Նարեկի ասածներին։ Դու ինչ գիտես, թե ինչ է ասել։ Դե Նարեկը ինձ էլ էր զանգել, որ զգուշացնի, բայց ես իրեն չլսեցի։ Այդքանից հետո ամրցակվել է քեզ զանգի, հա։ Մարկ, խնդրում եմ թող այդ ամենը։ Եթե Նարեկը իրոք ճիշտ է, ուրեմն մենք շատ ավելի լուրջ խնդիր ունենք։ Փաստորեն ստացվում է մի մահվանգումը Էլիզայի կազմակերպածը չէր։ Իսկ մենք այդպես ենք ենթադրում։ Ու այդ զանգն էլ եղավ Էլիզայի մահից հետո։ Կամոն։ Ես մի անգամ էլ եմ քեզ ասել, Մարկ, Կամոն միշտ մեր կողքին է եղել։
Կամո։ Ուզում ես ասես, որ Կամոն է եղել այդ մարդը։ Հա, Մարկ, ես այդպես եմ մտածում։ Բայց ինչի պիտի Կամոն նման բան ուներ, հա։ Ստվացի, ես ինչ էր ակատարվում, հա։ Մարկ, մենք պիտի ոստիկանություն դիմենք։ Դիմենք ինչ ասենք։ Մենք ոչ մի փաստ չունենք, բացի այդ անլասունի ասածներից։ Դե, հա, դա էլ քիչ չի։ Չեն արեմ, սպասի։ Սպասի համբերի միջև տեսնեմ ինչ ենք անում։ Ժաննա, Ժաննա, արի կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Ժաննա։ Ինչ ես ձենդ գցել գլուխդ։ Ինչ է։ Այդ իմ հեռախոսն է։ Ինչ ես անում իմ հեռախոսը։ Էդ էր քո կարևոր բանը, դրա համար կանչեցի։ Ոտքերս արձակի կասեմ։ Ես ինչ խելոք ես։ Միջև չխոսես, չեմ արձակի։ Ժաննա, խնդրում եմ, ոտքերս արձակի, ինձ ուղեկցի սանհանգույց։ Քո խաղերը իմ մոտ չեն անցնում։ Չեմ հասկանում, խաղի ինչ կա, ինչքան ժամանակ այստեղ կապած եմ, ես ռոբոտ չեմ, մարդ եմ, չէ։ Խնդրում եմ, Ժաննա, ինձ ուղեկցի սանհանգույց ասում եմ։ Ժաննա, արագացրու։ Խնդրում եմ, Ժաննա։ Այ երբ որ խաղաքարտերդ կբացես, կգնաս քո սանհանգույցը։ Լավ, Ժաննա, խնդրում եմ, մենակ հիմա գնանք, հետո կխոսենք։ Նայ Լաուրա, սանհանգույցում թե խաղեր տաս, ընդեղ էլ կթողնեմ։ Խաղի տրամադրություն չունեմ, ասեցի չեմ դիմանում, արագացրու։ Լավ, մինավա, ստեղ արի տեսնեմ։ Տեսնեմ ես։ Ժաննա, արագացրու։ Համբերին։ Արագացրու։ Վայես, դուս կանգնի, կանգնի աննոր կանգնի քեզ ասում եմ, արիստե! Լաուրա! Ես ոնց սրան բաց թողեցի։ Արագ շարժվեք, խնդրում եմ։ Պետք է ոստիկանություն կանչենք։ Չէ, մենակ արագ քշեք։ Քույրս հոգեկան խնդիրներ ունի։ Մենակ ձեզ պիտի խնդրեմ, տեղ հասնելուց հետո ձեռքերս արձակեք, հա։ Արձակենք։ Ես ինչ բան է ինձ հիշելա։ Ալո։ Ռուբեն, ինձ պետք է որ դու ինչքան հնարավոր է արագ գտես Սահակի կնոջը Լաուրային այդ խելագարը փախելա։ Ինչից է փախել։ Ինձնից։ Բայց հիմա հարցեր տալու ժամանակը չի։ Ես չգիտեմ դու ինչ ես անում, բայց շատ արագ գտնում ես Սահակի կնոջը, լսեցիր ես այդ քո ծառայությունը շատ բարձր կգնահատեմ հաշվի համարիտ վրա։ Դրա կարիքը չկա, Ժաննա։ Ես առանց դրա էլ ամեն ինչ կանեմ, որ շատ շուտ գտնեմ այդ Սահակի կնոջը։ Լավ, ուրեմն արագ աշխատի, հենց նոր այդ աննորմալը տաքսիով փախավ իր տան մոտից, ձեռքերն էլ կապած էին։ Ինչ։ Ինչ որ լսեցիր։ Իսկ կարող է ոստիկանություն դիմի։ Բացառված է Ռուբեն, այդ խելագարը ինչ-որ պլաններ ունի, ու հիմա իրան նոր խնդիրներ հաստատ պետք չէ։ Լավ, Ժաննա, տեսնեմ ինչ եմ անում, ես քեզ կզանգեմ։
Ալո։ Մախ, Սահակի կնոջ չգիտես։ Ուրեմն լսի ինչ ես անում։ Մեզ պետքա որ իրան շտաբ գտնենք։ Ոնց բաց թողեցի, հա։ Ոչինչ, ես քեզ կգտնեմ, Լաուրա։ Սիրուն աղջիկ Լաուրա։ Նինա, այդ ինչի եկան ուշացար։ Սենց ստացվեց կեսուր։ Հակոբը ասեց, գնացել ես խանութ, հա։ Հա։ Ես ինչ ա եղել երեսը, Զինա։ Ինչ ա եղել, ոչ մի բան։ Ոնց ոչ մի բան։ Դու դեմքիդ կապտուկը տեսել ես, Զինա։ Հանգստացի, խփել եմ խանութի դռանը։ Էդ ոնց ես խփել, որ դեմքդ տենց կապտել ա։ Համեն ինչի ես դռանը խփել, հա։ Այս կեսուր, էդ ինչ հարցեր ես տալիս, գլուխս ցավում ա, ես գնում եմ պարկել։ Մամ, Զինան եկավ։ Ո՞ր գնաց։ Գնաց սենյակ։ Այ քեզ։ Հակոբ։ Հա։ Հակոբ ջան։ Զինայի ամբողջ դեմքը կապտած էր։ Ինչի։ Ինչ է եղել։ Չգիտեմ, բալես։ Ասեց, որ խփել ա խանութի դռանը։ Բայց էդի խանութի դռան հարված չէր։ Փորձանք այդ կնիկը։ Լավ գնամ տեսնեմ ինչ է եղել։ Զինա։ Ինչ ես անում։ Ես ինչ է եղել։ Մամես ինչ ա եղել։ Մա։ Էս ով արե, մա։ Խոսա Զինա։ Հակոբ, ինչ ասեմ, խփել եմ խանութի դռանը։ Ես դրան խփած չի։ Ասա ինչ է եղել, ու հետո ինչի ես կանուշացել։ Հակոբ, չասեցի, որ գնում եմ խանութ գնումներ կատարելու։ Հա։ Բա ուր է առևտուրդ։ Ինչ ես խափում, մամ։ Ինչի ճիշտը չես ասում։ Բայց ով ասեց, որ ճիշտ չեմ ասում։ Փոխանակ գնաք ինձ սառը թրջոց բերեք, դրել եք անիմաստ ինձ հարցաքննում եք։ Մամ, ես հիմա կբերեմ։ Զինա, Դավիթն է եկել։ Ասում ա շատ վատ ազգում կատարվածի համար։ Դեմքիդ մասին էր հարցնում։ Ինչ։ Ինչ կատարված, մամ։ Մամա, ինչ կապ ունի Դավիթը քո դեմքի կապտուկների հետ։ Խոսա։ Ասես ինչ եմ քեզ հարցնում, հիմա գնամ Դավիթից կհարցնեմ։ Սպասի, Հակոբ։ Հա, ճիշտ է։ Մամա, սպասի, մոռա։ Բարև։ Յա, Կարեն ջան եկել ես արդեն։ Հա։ Տիկին Զինայդա, ես չէի էլ պատկերացնում, որ ձեր դեմքի հարվածը այդքան ուժեղ է ստացվել։ Չնայած ինչ տարբերություն, ուժեղ թուլ։ Մեկա Սոֆան իրավունք չուներ ձեր վրա ձեռք բարձրացներ։ Ինչ։ Պաստոր այդ խելագարն է արել։ Զինա, մարդավարի կբացատրես, թե ինչ ա տեղի ունեցել վերջապես, հիա։ Խոսի, մամ։ Ես չգիտեի, որ դուք տեղյակ չեք։ Ես չհասցրեցի ձեզ ամեն ինչ պատմել։
Հա, ճիշտ է։ Ես գնացել էի Դավիթի տուն, որ Դավիթի հետ խոսեի։ Էն էլ պատահաբար հանդիպեցի այդ հիստերիկին։ Նա էլ գազանի նման հարցակվեց վրես։ Արդյունքն էլ խնդրեմ, տեսնում եք։ Փաստորեն այդ աննորմալը վտանգավոր է հասարակության համար։ Ով ուզում է լինի, ինչ իրավունք ուներ մորս խփեր։ Փաստորեն այդ կինը դեռ քո տանն է ապրում։ Հա, Մարա, ես մամայիդ էլ եմ ասել։ Երեխան հիվանդ էր։ Ես ստիպված Սոֆային խնդրել եմ 2 օր մնա մոտը։ Բայց իմ համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Նույնիսկ Սյուզիի խաթր չեմ պատրաստվում հանդուրժել Սոֆայի խելագարությունները։ Եվ հետո, տիկին Զինայելա, ես ուզում եմ դուք իմանաք, որ ես չեմ հավատում Սոֆայի ասածներին, իբր իր դեմքի կապտուկներն էլ դուք եք հարվածել։ Ինչ? Դու ես հարվածել։ Վայ չէ Հակոբ ջան, ինչ ես ասում, ես ինձ նման բան թույլ չէի տա, ես հազիվ հասցրեցի այդ տնից փախնել, թե չէ այդ գազանը ինձ հաստատ կսպաներ Հակոբ, երևի ինձնից հետո իրան նոպայի պահի տակ պատեպատ ա խփել, շառնել գցում ա ինձ վրա։ Ես ձեզ հավատում եմ։ Զինա, ես գնամ թռչոց բերեմ քեզ համար։ Դավիթ ջան, սենց չի կարա շարունակվի, այս հարցը պիտի լուծում ստանա։ Պապ, խնդրում եմ։ Մարա սպասի, պապան ճիշտ է ասում։ Գիտեմ ձեզ Հակոբ։ Ինչ անեմ, ես էլ եմ ուզում այդ հարցին լուծում տամ։ Բայց այս պահին այդ հարցի որոշումը միայն Մարայից է կախված։ Ինչ? Ինձնից է կախված։ Դավիթ, դու այդ կնոջը շարունակում ես քո տանը պահել ու ասում ես, որ ինձնից է կախված։ Մարա ասեցի չէ, նորից եմ կրկնում, երեխան հիվանդ էր, դեղ չէր խմում, ինչ անեի։ Այլ երեխու համար Դավիթ։ Բայց դու ոնց ես պատկերացնում քո ու Մարայի համատեղ կյանքը, եթե այդ կինը քո տանն է ապրում հիմա։ Զինա, Դյաց Հակոբ, Կարեն։ Սոֆայի արասները տեսնելով կարծում հասկանում եք, թե ինչի ժամանակին ոչինչ բան չեմ ասել այս մասին, թե ինչի եմ փորձել Մարային հեռու պահել Սոֆայից։ Բայց ես էլ չեմ կարողանում պայքարել։ Մարա, ես քեզ նորից եմ խնդրում, հետ արի իմ մոտ։ Ճիշտ է, ես չեմ կարող քեզ հաստատ ասել Սոֆան վաղը ինչ կանի, բայց մի բան վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ կանեմ, որ դու քեզ հանգիստ զգաս։ Եթե Սյուզիի հարցը չլիներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Մարա, խնդրում եմ նորից, փորձի իմ դրության մեջ մտնես, փորձի հասկանաս ինձ։ Դու իմ կինն ես։ Ու ինչ որ մի աննորմալի պատճառով ինձանից բաժանվել, դա ընդհանրապես անմտություն է։ Հակոբ ջան, դե եկեք բոլորս գնանք, թող երեխեքը հանգիստ իրանց համար խոսեն։ Լավ, խոսեք, հետո մենք կզրուցենք։ Լսի, դու լրիվ գժվել ես։ Կամաց Հակոբ։ Մամ, որպես ինչ ես գնացել, ինչ կռիվ ես սարքել։ Զինա, դու այդ կնգան խփել ես։ Հա, ու շատ էլ լավ եմ արել, իսկ դուք ինչ եք կարծում։ Այս կնիկը լրիվ խայտարակ է։ Հակոբ, դուժվողը ես եմ, խնդրում եմ, ինձ մի ճնշեք, հա։ Քեզ ճնշել կլինի։ Հակոբ ջան, բայց սիրտս վկայում է, այսօր երեխեքը հաշտվելու են, դե կտեսնես։ Լսի, ամոթ չի, գնացել կռիվ է սարքել, ծեծել եք իրար։ Հակոբ, հասկացա, բայց հո Դավիթը չի իմանում, որ ես էլ եմ խփել։
Իսկ հիմա կամանց լսեմ ինչ են խոսում։ Այստեղ արի քաշի վերես կոնդրանի օմոչի օկլի։ Մարա, ես հենց հիմա գնում եմ սոֆային տնից դուրս անեմ։ Իսկ եթե երեխեն ասի, որ առանց մոր չի կարող։ Դե արդեն համբերությունը սպառվել է, երեխեն վաղ թե ուշ պետք է իմանա այսպես։ Ոնց։ Ուզում ես երեխուն ասել, որ դուք չեք իր ծնողները։ Դե տենց մի անգամից չեմ ասի, բայց դա երեխեն պետք է հասկանա, որ ես ու Սոֆան միասին չենք։ Հերիք եղավ Սոֆային Սյուզին օգտագործելով կյանքս թունավորի։ Մարա, ես քո խոսքին եմ սպասում։ Արի հենց հիմա գնանք մեր տուն։ Չէ, Դավիթ։ Այդ խելագարի այդ հարցերդ կլուծես նոր։ Երևի վաղը։ Վերջապես, իրոք վերջապես։ Հակոբ եկեք, վերջապես երեխեքը հաշտվեցին։ Ախ, շատ աստված։ Դավիթ ջան, հուսով եմ ամեն ինչ կանես, որ հետագայում նման խնդիրներ չառաջանան։ Դավիթ, Պարզակալ եմ, հասկացա։ Անհոգ եղեք, ամեն ինչ կանեմ, որ նորմալ լինի։ Աստված։ Ալո, ես եմ, մենք պիտի շտապ հանդիպենք։ Ես հիմա քաղաքում չեմ։ Իսկ երբ կլինես, ինչ շտապ ա պետք։ Ուշ երեկոյան հարմար է։ Չէ, ավելի շուտ հնարավոր չի։ Չէ։ Լավ, երեկոյան կհանդիպենք։ Տեղ ու ժամ ասա։ Ես քեզ մի քանի ժամից կզանգեմ։ Դու ինձ հանկարծ չզանգես, ես հեռախոսս անջատելու եմ։ Լավ։ Գնացեք գրողի ծոտ։ Հենց հիմա մաքրում ես օֆիսս քո կեղտոտ ներկայությունից։ Հանգստացի Լաուրա։ Ինչ ա եղել, ինչ ես իմ հետ նման տոնով խոսում։ Ծախվել ես հա Ժանայի կեղտոտ փողերին։ Լաուրա։ Գիտես, չգիտեմ, որ Ժանային իմ ամեն մի քայլի մասին տեղեկացնում ես։ Ինչի ես ասել, որ ես մեզ գումար եմ կանխիկացրել։ Ո՞վ ա քեզ նման բան ասել։ Չսկսես ինձ հեքիաթներ պատմել։ Ես սպային քեզով չեմ կարող զբաղվել, բայց եթե հանկարծ եկա տեսա, որ դու դեռ օֆիսում ես, դու իմ ձեռից չես պրծնի, մի կատաղա լավ լսեցիր։ Լաուրա, խնդրում եմ, մի հատ ինձ լսի, հա։ Եթե չես ուզում օֆիս մտնեմ, ես ընդհանրապես օֆիս չեմ մտնի։ Բայց ես Ժաննայի հետ ոչ մի բան չեմ պայմանավորվել։ Ժաննան օֆիսի բոլոր աշխատողներին առել է, բայց ոչ ինձ։ Լաուրա, ես քո կողմից եմ։ Նիկա, լավ իմացի։ Ժաննա շատ շուտով քեզնով է զբաղվելու։ Հուսով եմ հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։ Ես շատ լավ գիտեմ, թե Ժաննան ինչ գիշատիչ է։ Ես այդքան հիմար չեմ, որ իմ ձեռով իմ փոսը փորեմ։ Լաուրա, խնդրում եմ, հավատա ինձ։ Ժաննային օգնելը ինձ ձեռնտու չի։ Ինչ ա եղել ձեր մեջ։ Այդ քեզ չի վերաբերում։ Լավ, չես ուզում մի ասա։ Բայց գոնե ասա, թե ինչով կարամ քեզ օգնեմ։ Լսի, դու ինձ օգնես։ Չնայած սպասի, ինձ փող ա պետք։ Ինչքան։ Ու ոնց պիտի ես քեզ այդ գումարը տամ։ Անցած անգամվա հանածս գումարի չափով։ Ինձ ձևակերպեմ։ Այդ հարցերը ինձ չեն հետաքրքրում։ Լավ, բայց դու չասեցիր, թե որտեղ պիտի բերեմ փողերը։ Գումարը հանի ես քեզ կզանգեմ, բայց եթե հանկարծ Ժաննային… Էլ ոչ մի եթե։
Մի քանի ժամից զանգի ամեն ինչ պատրաստ կլինի։ Լավ։ Օգնենք, թող այս երկու կռիսները իրար վերացնեն, դրանից միայն իմ գործը կհեշտանա։ Գանձս, տատիկը քեզ մի քանի օր չի տեսնում, կարոտից գժվում է։ Մամ, ինչի մեկ-մեկ էլ դու չես գալիս մեր տուն։ Լավ է Լիլիան։ Ինչ, մամ։ Հարսանիքի օրս կեսուրիս հետ ոնց որ թե ամեն ինչ լավ էր։ Նա, այդ հյուրերի մոտ էր, ձևական, հյուրերի մոտ հո ինքը իրեն ցույց չէր տալու, համել փեսայի մոտ էր ինքը իրեն տենց բան։ Բայց որ հիշում եմ, չէ, զինային ընդունելությունն ու խայթոցները, մարմնովս դող է անցնում։ Տատի խայթոցը ինչ է։ Դե բալես Ալլա տատիկը ուղակի սխալվեց։ Դու հանկարծ այդ բառով ուրիշ ոչ միտեղ չասես, լավ։ Լավ արևս։ Մի խոսքով Լիան ջան, իմ գալու տարբերակը բացառված է։ Դե մամ, հո ես ամեն օր չեմ կարող գալ։ Հատկապես հիմա, երբ Կարենը արդեն եկել է։ Այ բալա, բայց քեզ ով է ասում ամեն օր վեր կաց արի։ Ուղղակի ասացի, որ երեխուն շատ եմ կարոտել։ Ֆամիլիան ջան, դու ինձ մի մեղադրի, հա։ Ախպորը տես վերջին դեպքերից հետո շատ դյուրակրկիր եմ դարձել։ Ճիշտ որ Վահեի ու այդ աղջկա պատմությունը ավարտվեց։ Դե հա։ Այսինքն ես տենց գիտեմ։ Հենց աղբերը դիմացավ, որ ձեր մառան հետ է եկել, այդ աղջկան այստեղից ճանապարհեց։ Հո չի գժվել այ մամ։ Բայց մեր մառան ինչ կապ ունի։ Դե չգիտեմ ինչ կապ ունի։ Երևի էլի մի պահ երազանքների մեջ էր ընկել, թե կարող է մառային հետ բերի, բայց ոնց որ հիմա սառել է, հետ է եկել։ Մամ, գիտես, մեկ-մեկ վայնն է ցա մեղքս գալիս։ Հանունը տվեցինք եկա։ Ինով է եկել, լվազի կերում է։ Ոնց ես Լիան, իմացել եմ Կարենն է եկել։ Դե որ Կարենը եկել է, ուրեմն Լիանը արդեն լավ։ Այո, ես արդեն լավ եմ։ Սովատ չես բանես, գնամ սեղան սարքեմ։ Եթե Հակոբիկը հետս կուտի, ես է կուտեմ։ Կուտես չէ քերու հետ։ Տերում եք չէ, քերուն մենակ չի թողում։ 5 րոպեից սեղանը պատրաստ է։ Ելնում եմ տատիկի մոտ։ Հա գնա արևս, գնա։ Վազի։ Լավ ես, Վահե։ Լավ եմ էլի։ Դու ասա դուք ոնց եք։ Մեր մոտ Հա, էլի, մառան հələ ձեր տանն է։ Վահե։ Բացի որ մառանը ամուսնացած է, նա սիրում է իր ամուսնուն։ Ու վաղ թե ուշ միանալու է ամուսնուն։ Չեմ հասկանում, թե դու խի ես հիմա այդ ամեն ինչը ինձ ասում։ Ես ընդամենը հարցրեցի մառան ձեր տանն է, թե չէ։ Գնամ փոխվեմ։ Մարկ ինչ-որ մեկը ուզում է քո ընտանիքին վնաս հասցնի։ Հնարավոր է, որ ձեզ վտանգ է սպառնում։ Դու իմ ձեռով ես գնում, հիշի հետ։ Ասի, լավ կանես ուժերդ պայս ընտանիքիդ նարային պաշտպանելու համար։ Ընդ որում այդ ինչ-որ մեկը շատ մոտացած։ Ձեր տան միջից է, որտեղ տեղյակ էր, ամեն մի ձեր քալից տեղյակ էր։ Այսքան բան պետք է ասեի, մնացածը դու գիտես։ Ոնց ուզում ես սրանց էլ արա։
Չես գալիս երեխուն արդեն բերել են։ Հա, մամ, գալիս եմ։ Ինչ ա եղել։ Կարինայի մասին ես մտածում, այսինքն վաղվա։ Հա։ Մարկ, արի ստեղից հետո գնանք Կարինայի հետ նորից խոսանք, հա։ Մամ, անկախ նրանից խոսանք այդ թեմայով թե չէ, վաղ այդ խեղկատակությունը տեղի չպիտի ունենա։ Ես թույլ չեմ տա։ Նիկային այդպես էլ չգտած չէ։ Չէ, այդ կռիս եմ։ Նա գիտեր գլխի գալիքը։ Այսօր ամբողջ օրը իրան եմ մանեկել։ Անհետ կորել է։ Լավ, հատի գնանք երեխու մոտ քանի չեն տարել հետո կխոսենք, արի։ Գնացինք։ Ասա Ռուբեն։ Ժաննա, դու հիմա Սահակի տանն ես։ Ինչի ես հարցնում։ Բանչի դուրը չես բացում։ Դու ստեղ ես։ Հա։ Ինչի ես եկել։ Լավ, սպասի բացում։ Ինչի ես եկել, հա։ Ինչի ես եկել ստեղ այ տղա, բա որ հանկարծ ինչ-որ մեկը քեզ ստեղ գալուց տեսներ, հա։ Հանգիստ եղի Ժաննա, մեզ ոչ մեկ չի տեսել։ Բա որ տեսներ, դու չգիտես, որ մեզ միասին տեսնելը վտանգավոր է այ տղա, համ իմ, համ քո համար։ Լսի, դու ինձ լավ ես ճանաչում, ու գիտես, որ ես վտանգի հոտը շատ հեռվից առնում եմ։ Ինչ ես կարծում, ես մեզ վտանգի կենթարկեի, հա։ Լավ, հիմա խոսա, ասա, ինչ կա Լաուրայից։ Առայժմ ոչինչ։ Ու դու այդ ոչ մի բանի համար եկել հասել ես ստեղ։ Իսկ դու ինչի ես ամեն ինչ այդքան հեշտ պատկերացնում, հա։ Ես լավ գիտեմ, հեշտը որն է, դժվարը որն է, հա։ Լաուրան կարող է ամեն վայրկյան իմ բոլոր պլանները փչացնի։ Չնայած քեզնից էլ ոչ մի բան չեմ սպասում։ Չեմ հասկանում այդ դեպքում ինչի համար ես դու ինձ դիմել։ Որովհետև այդ ժամանակ ուրիշ տարբերակ չունեի, բայց հիմա որ տեսնում եմ արդյունքները, փոշմանում։ Ժաննա, բավական չի ինձ վիրավորես, հա։ Չէ, ես քեզ չեմ վիրավորում, ինչ ես ասում, ես շատ լավ գիտեմ, որ դու ամեն պահ պատրաստ ես ինձ թիկունքից հարված ես։ Չնայած, դու ինձնից կախվածություն ունես, նենց որ ավելի ճիշտ է, որ դու համբերատար լինես, ավելի համբերատար։ Իսկ այ Լաուրան ինձնից կախվածություն չունի, դրա համար ավելի վտանգավոր է ու ամեն պահ ինքը կարող է իմ բոլոր պլանները փչացնի։ Փաստորեն դու չես տեսնում ու չես գնահատում էլի իմ մեծ նվիրվածությունը դեպի քեզ։ Լավ, արի թողնենք այս խոսակցությունը, անցի գործին։ Կարող ես Լաուրային գտի, իսկ եթե չէ… Ուրեմն ես քեզ հենց հիմա խոստանում եմ, որ ես կգտնեմ ու հենց վաղը։ Վաղը Լաուրան քո մոտ կլինի։ Արուն չթռած, հոպ մի ասա, տղա ջան, իսկ հիմա գնա ու հաջորդ անգամ ստեղ էլ չգաս։ Ես մի բան չեմ հասկանում, դու ինչի ես ստեղ մնացել։ Որովհետև բոլորը գիտեն, որ ես ստեղ եմ։ Հետո կարող է տան հեռախոսի վրա ինչ-որ զանգ լինի ու ես կարողանամ Լաուրայից ինչ-որ տեղեկություն իմանամ, ընկնեմ Լաուրայի հետքի վրա, հասկացար։ Ամեն դեպքում դու հույսդ ինձ վրա չես դնում, հա։ Իսկ դու ինձ հակառակ ապացուցի։ Կապացուցեմ, ու հենց վաղը։ Լավ, ես քո հետ կկապնվեմ։ Լավ, հիմա գնա։ Հաջողություն։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տան։